Բարև ձեզ, ընկեր Արթուր։ Բարև Սյուզան։ Ինչպե՞ս եք։ Ես լավ, դու։ Լավ, շնորհակալ եմ։ Սյուզան, այսօր միասին մենք պիտի սովորենք։ Ընկեր Արթուր, բայց մի բան ասեմ, էլի, կարող եմ ես այսօր դասից բացակայել, քանի որ շատ եմ սիրում մեքենաներ։ Ուզում եմ անպայման ներկա գտնվել ARM ավտոշոուին։ Կթողնեք, գնանք միասին, դասից բացակայենք, այս անգամ դաս չանենք։ Միասին գնանք։ Իսկ որտեղ է գտնվում տեղյակ ես։ Համալիրում է գտնվում։ Մի պայմանով, հա, դու վարես մեքենան։ Ուրեմն ստեղից մինչև համալիր ագին մենք տարածություն պիտի անցնենք, երկար ճանապարհ, Սյուզան։ Ու այնտեղ մեզ կհանդիպեն խաչմերուկներ, լուսացույցեր, իրավիճակներ, շրջանաձև երթևեկություն, որը մի փոքր այս պահին վտանգավոր է։ Ինչ առումով վտանգավոր, չեմ ուզում քեզ նեղացնել, բայց դու դեռ այսօր պատրաստ չես քաղաքի մեջ, այն էլ այսօրվա քաղաքի հետ խիստ ինտենսիվ երթևեկության պայմաններում մեքենան վարել։ Արի մի քանի պարապմունք հետո նոր դուրս կգան քաղաք։ Բայց եթե շատ ես ուզում ներկա գտնվես այդ միջոցառմանը, կարող եմ ես քեզ ուղեկցել։ Ես մեքենան կվարեմ, ընթացքում էլ քեզ կբացատրեմ խաչմերուկները, գոտիները, վերադասավորումը, ազդանշան, այս ամեն ինչը ընթացքում խոսենք միասին, մինչև հասնենք քո ուզած վայրը։ Ես էլ կմասնակցեմ։ Լավ, փորձենք։ Այո, փորձենք։ Շատ լավ։ Ես վարեմ, դու իմ կողքը նստի, դա էլ քիչ չի, էլի ահագին քեզ որպես որոշ բաներ կքաղես։ Հասկացա։ Գնացինք։ Սյուզան ջան։ Ես էլ ամրակապում։ Պայմանավորվեցինք միասին գնանք, ես քեզ ուղեկցեմ։ Հա, հիմա արդեն ես կամրակապեմ, դա պարտադիր պայման է։ Դու էլ ես ամրակապում, անվտանգության ամրագոտիով։ Ու շարժում ենք։ Դու ընթացքում եղիր ուշադիր լսի, հետևի իմ խորհուրդներին, որ հետագայում այդ նույն գործողությունները դու ես կատարելու, լավ։ Տեղից շարժվելն արդեն շատ լավ գիտես, դրայվն է։ Համոզում ես, որ արևան տրանսպորտային միջոցներ չկա, եթե մանևրում ես ձախ ազդանշանը միացնում ես, հայլուց օգտվելով մեքենա չկա, տեղից շարժվում։ Հիմա մենք փորձում ենք ստեղից կատարել հետադարձ։ Դες ղեկը շատ զգայուն է, իրան շատ չէ շարժում։ Հիմա նորից ձախ ազդանշանով փորձում ենք կատարել հետադարձ։ Առաջ անում ենք այս մեքենային։ Շրջանցելով մեր հետադարձը կատարում։ Հետադարձ կատարելուց հետո մեքենայի ղեկը ուղղում ենք։ Անգամ ափերը տես, որ թուլացնում ես, պարտադիր շինան ձեռքով ու հետ բերես։ Ափերդ որ մի թեթև թուլացնում ես, ղեկը ավտոմատ հետ է գալիս։ Լավ, որ պահին կարիքը կա, սեղում ես եւ պահում ես նրան։ Ինքնուրույն էլ է, չէ՞, դդվում ինքնուրույն հետ է գալիս ակերի դիրքը, իհարկե տեղանքից ելնելով որոշ դեպքերում կարող է հետ չվերադառնա ակերի դիրքը ծածկույթից կախված ճանապարհը ծածկույթ ունի, չունի, կարող է գրունտավոր է, հետ չվերադառնա, դու ձեռքով այդ դեպքում կմիջամտես եւ կուղես։ Հասկացա։ Ահա, ձախ ազդանշան, որտեղ ձախ ենք մանևրում։ Դες խաչմերուկից նշաններին հետևենք։ Ինչ է տալիս թույլատրելի ուղղությունը միայն աջ։ Նշանակում է մենք իրավունք ունենք միայն աջի, աջ ազդանշանը միացնում ենք։ Ձախ չի թույլատրում։ Ձախ չենք էլ կարող, որովհետև հանդիպակաց ենք գալիս։ Այո, միայն աջ։ Աջի դեպքում զիջելու նշանը տեղադրված է, մենք կզիջենք ճանապարհը հատվող ուղղությամբ ընթացողներին։ Բոլորին զիջում ենք զգուշությամբ, որ մեր աջ շրջադարձը կատարում։ Ուղղակի աջ շրջադարձ կատարելիս դու պարտավոր ես զբաղեցնելու աջ եզրային գոտին։ Լրիվ աջ չի կարելի մուտք գործել հարևան գոտի։ Աջ եզրային գոտի ես մուտք գործում, եթե կարիքը կլինի, ձախ ազդանշանով վերադասավորում ես հարևան։ Բայց ինչի միայն այդ, սա էլ է մեր բանը։ Կան հատվող ուղղությամբ ընթացողները հնարավոր է հարևան գոտիով ընթանան, եթե համոզված ես, որ նրանց չես խանգարում, չես խոչընդոտում, նրանց հետ կարելի է միաժամանակ զուտ չխանգարելու, չխոչընդոտելու նպատակով։ Բայց կանոններով թույլատրելի է իմացի, եթե ձախ շրջադարձ ես կատարում, այդտեղ քանի գոտի որ գոյություն ունի, 2, 3, չգիտեմ, յուրաքանչյուրը կարելի է մուտք գործել։ Հիմա այստեղ գոտու ավելացում ունենք աջ կողմից, մենք մուտք ենք գործում աջ եզրային գոտի, մեր ճանապարհը մեզ տանում է այնտեղ ու շարունակում ենք մեր գոտիով։ Եթե ուզում ես շարքը փոխել, գոտիդ փոխել, վերադասավորվել հարևան գոտի, պարտադիր ազդանշանը միացնելով, լավ։ Նա հիմա աջ ազդանշանը միացրեցինք, հայլուց օգտվում ենք չկա այդ գոտիով ընթացող տրանսպորտային միջոց, վերադասավորում ենք աջ եզրային գոտի։ Հիմա ստեղից էլ ամեր թույլատրելի ուղղությունը միայն աջ այս գոտուց, ահա, աջ շրջադարձով, առավելագույն արագությունը 40 շատ ճիշտ է, ու դրանից ավել չի թույլատրվում։
պետք է փորձես մնալ քո շարքում, քո գոտում, բաժանարար մեջտեղի հոծկից ինչ ա մեզ ուշում, որ կողքի հանդիպակացություն հոծկիցը հատել չի կարել։ Մեր վարորդների ասածի համաձայն։ Այո, պատկերացրեք մեջտեղում ասում է պատա շարված չի կարելի մոտենալ այդ պատին։ Մենք մեր գոտիով շարունակում ենք մեր ուղղությամբ, մինչև հասնենք մեր ուզած վայրը։ Այստեղ ահագին շատ տրանսպորտամիջոցներ գոյություն ունեն։ Փոխանցում ադավի։ Բոլորը եկել են մասնակցելու հետ։ Շնորհակալ եմ շատ ինձ ուղեկցելու համար եւ ընդառաջելու համար, որ այսօր դասը բաց թողնենք։ Մյուս դասին կշարունակենք։ Շատ լավ, Սյուզան։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Մնացածը հաջորդ դասին։ Stay tuned։ Пока, Սյուզան։ Այժմ ես գտնվում եմ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կայանում է Armenian Auto Show։ Դե ինչ, գնանք տեսնենք, թե ինչ է կատարվում ներսում։ Այժմ ձեզ ուզում եմ ծանոթացնել Armenian Auto Show-ի համակազմակերպիչ Արման Զաքարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի փոքր կպատմեք միջոցառման մասին։ Սիրով։ Նախ շնորհակալություն, որ մեզ եկել եք եւ լուսաբանում եք ձեր թիմով։ Մենք ձեզ շատ սիրում ալգում ենք։ Նայեք, ուրեմն այս տարվա Armenian Auto Show 2-ը կարելի ասել հետաքրքիր կարգինաձևով տարբերվում է անցած տարվանից, ինչով որ եթե անցած տարի մենք ունենք շուրջ 30-32% բենզինային եւ դիզելային վառելիքով մեքենաներ, այս պահին մենք տարածքում կանգնած ենք ընդամենը 2 մեքենա բենզինով։ Այսինքն էլեկտրական մեքենաների եւ հիբրիդային մեքենաների աճը այս տարի ցուցադրական պատկերացրիք արդեն ինչքան է, մոտավորապես 30%-ով աճել է ու նոր բրենդերը, որոնք որ առաջի անգամ են ընդհանրապես ցուցադրվում, մենք մեքենաներ ունենք, որոնք բացել չեն։ Կոնկրետ ժամի, կոնկրետ բանով, միջոցառումով նոր պրեզենտացիա է արվելու։ Այսինքն մենք հավաքել ենք մեկ հարկի տակ ավտո աշխարհին վերաբերող ամեն ինչ, որ մարդիկ երբ որ գալիս են այստեղ, հարցերի բոլոր պատասխանը կարողանան ստանալ։ Ընդհանուր մինչև բանկեր, ապահովականներ, որ կարան տեղում վարկային պայմանագրեր կնքեն, միանգամից մեքենայով սրահից դուրս գան։ Իսկ մոտավորապես ինչ քանակության մարդիկ են այցելում այստեղ։ Դե չեմ կարող ասել, անցած տարի մեր այցելությունը եղել է անցած միջոցառմանը 12000 պլյուս այցելու։ Կարծում եմ, որ այս տարի դրանից պակաս չի լինի, եթե ոչ ավել, որովհետև շատ լավ մարքեթինգային թիմ ունենք եւ թիմը շատ լավ աշխատել է, ինչի համար իրեն շնորհակալություն։ Մեր լոզունգի հետ կապված քաղաքի շարժը մեկ վայրում եւ ամբողջ քաղաքն է դրա մասին խոսում, արդեն իրականացված վիճակ է, որտեղ ուրբաթորով այս քանակի այցելություն կարելի ասել թե ոչ մի միջոցառման չի լինում։ Կարծում ենք, որ բավականին լուրջ այցելուների քանակ լինի, ամենակարևորը նաև որակն է այցելության։ Մեր մարքեթինգի շնորհիվ թարգեսին կարվում է այնպես, որ իրոք հետաքրքրված եւ իրոք շուկայի մոտիկ եւ շուկայից օգտվող մարդիկ կան։ Իհարկե բոլորի առաջ են դռները բաց, ոչ մի սահմանափակում չկա։
Բայց ամեն դեպքում այցելությունը, որակյալ այցելությունը մենք ապահովում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Այժմ ես գտնվում եմ Ավտոսան ընկերության տաղավարում, որը ներկայացնում է Բարդալ ապրանքանիշը։ Հիմա կմոտենանք մարքեթինգի բաժնի ղեկավար Կարեն Կարապետյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի փոքր կպատմեք միջոցառման մասին։ Մեծ սիրով։ Մենք հիմա գտնվում ենք մարզահամերգային համալիրի, մասնակցում ենք ավտովոլորտին վերաբերվող մեծ ցուցահանդեսի, ներկայացնում ենք Բարդալ ապրանքանիշը։ Բարդալը յուղերի, հավելանյութերի, քսուկների արտադրության խոշոր ընկերություն է։ Այսօր հատկապես ուզում ենք ներկայացնել Բարդալի նորագույն մշակումը աշխարհում առաջին բիոտեխնոլոգիական հավելումները։ Պետքա ձեզ ասեմ, որ մեքենայի համար նախատեսված բոլոր յուղերն ու քսուկները հիմնականում պատրաստվում են նավթամթերքներից, նավթից։ Սակայն Բարդալը ապագայի մասին մտածելով ստեղծել է մեքենայի յուղեր եւ քսուկներ, որոնց հիմքում բուսական յուղերն են։ Պլազմայի ազդեցության տակ այս յուղերը 2D մոլեկուլից վերածվում են 3D-ի եւ հիանալի պաշտպանում են մեքենայի շարժիչն ու մետաղական եւ ռետինե մյուս մասերը։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ եմ շնորհակալ։ Իսկ այժմ կմոտենանք Rigid ընկերության ներկայացուցիչ Ցոլակ Հակոբյանին։ Բարև ձեզ։ Ողջույն։ Մի փոքր կպատմեք լույսերի մասին, ինչ են իրանից ներկայացնում։ Ուրեմն Rigid ընկերությունը դա արտաճանապարհային, այսինքն off-road մեքենաների համար ֆանտաստիկ լույսեր արտադրող ընկերություն է, որը ապահովում է սարերի լուսավորությունը, մեր գիշերները լուսավորում է։ Մենք շատ ժամանակ երբ որ հավաքվում ենք ընկերներով սարերում, միացնում ենք Rigid-ը, վառում ենք կրակը եւ վայելում ենք բնությունը։ Արի մի հատ հետաքրքիր բան ցույց տամ քեզ։ Այստեղ էլ կա լավ սիրուն արտադրանք եւ այստեղ նայ այս սիրուն հրաշք լուսարցակը նայ։ Սրա առանձնահատկությունը գիտես որն է, որ ինչքան արագ ես գնում, ինքը այդքան ավելի հեռու է լուսավորում։ Ինչքան դանդաղացնում ես, ինքը ավելի ծրող է, ընդարձակում է։ Հետաքրքիրը հենց դրա մեջն է, որ ինքը հագեցած է GPS համակարգով եւ արագությունից կախված մեր լեզվով ասած բլիժնի դալնին ապահովում է ավտոմատ կերպով։ Պլյուս շատ սիրուն պատսվետկա ունի։ Իսկ հիմա ես կմոտենամ Maxoil-ի տաղավար, որպեսզի մեկ բաժակ սուրճ վերցնեմ, թարմանամ եւ խոսեմ մարքեթինգի բաժնի տնօրեն Անիի հետ։ Ողջույն։ Ողջույն Սյուզան, շնորհակալություն մեզ այցելելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մի փոքր կպատմեք այս տարի ինչով է ներկայանում Maxoil-ը ավտոշոուին։ Իհարկե, այս տարի Maxoil-ը Armenian Auto Show-ին ներկայացնում է իր Max Cafe սրճարանը։ Ինչպես գիտես, Maxoil-ը սկսել է իր ցանցի վերաբրենդավորում եւ ինտեգրում է խանութ սրճարանները լցականներին։ Այդ իսկ պատճառով այս տարի որոշեցինք ներկայացնել հենց մեր Max Cafe սրճարանը։ Շատ լավ։ Իսկ ասեք Max Cafe-ում ինչ կարելի է համտեսել։ Այցելուները կարող են ձեռք բերել արագ սնունդ, հյութալի հոթ-դոգեր, վայելել համեղ իտալական սուրճ, Max Coffee սուրճը, որը արտադրվում է Իտալիայում հատուկ Maxoil-ի համար, ինչպես նաև վայելել հաճելի կանգառ գեղեցիկ մթնոլորտում։ Շնորհակալ եմ շատ։ Քեզ շնորհակալություն։ Դե ինչ, ավարտվեց մեր այսօրվա այցը Armenian Auto Show։ Կարծում եմ շատ հագեցած եւ հետաքրքիր հաղորդում ունեցանք։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ժամը 17:00-ին Կենտրոն TV եթերում։